Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը ճանապարհային երթևեկության բնականոն կազմակերպման եւ քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով հետեւողականորեն վերահսկողություն է իրականացնում։ Բարեկային ծառայությունը մշտադիտարկում է երթևեկության մասնակիցների վարքագիծը, հայտնաբերելով եւ արձանագրելով իրավախախտումները։ Մասնավորապես ուշադրության կենտրոնում են երկրորդ շարքում կանգնած կամ կայանված տրանսպորտային միջոցները, որոնք խոչընդոտում են երթևեկության բնականոն ընթացքը, առաջացնում խցանումներ եւ լրացուցիչ դժվարություններ երթևեկության մյուս մասնակիցների համար։ Քանի որ երկրորդ շարքում կանգնած տրանսպորտային միջոցները հանդիսանում են խցանման պատճառ, իսկ բարեկային ծառայության գործառույթներից մեկն էլ հանդիսանում է երթևեկության կարգավորումը, այդ իսկ պատճառով կատարվում է մշտադիտարկում եւ կազմվում են արձանագրություններ։ Իրավախախտումները սահմանված կարգով արձանագրվում են, իսկ խախտում կատարած անձինք ենթարկվում վարչական պատասխանատվության։ 2026 թվականի մայիսի 1-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում երկրորդ շարքում կանգար կամ կայանում կատարելու համար բարեկային ծառայության կողմից կազմվել է 7595 վարչական արձանագրություն, ինչը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 2825-ով։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները եւ ցուցաբերել փոխադարձ հարգանք ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։ Կանոնների պահպանումը ոչ միայն օգնում է կանխել խցանումները, այլև նպաստում է ավելի անվտանգ եւ կազմակերպված երթևեկության ապահովմանը։